Ողջույն։ Այսօր կպատմենք, թե ինչպես մատակարար ընկերության աշխատակիցը կարող է իր ID դիստրիբյուտոր հավելվածում գեներացնել QR կոդ բիզնեսի կողմից վճարում ընդունելու համար։ Նախ մատակարար ընկերության աշխատակիցը գրանցվում է ID դիստրիբյուտոր հավելվածում։ Գրանցվելու համար նա լրացնում է հեռախոսահամարը եւ սեղմում առաջ։ Ապա ստեղծում է գաղտնաբար, որը պետք է պարունակի առնվազն 1 մեծատառ, 1 փոքրատառ, թիվ եւ սիմվոլ, ինչպես նաեւ ներառի առնվազն 8 նիշ։ Գաղտնաբառը ստեղծելուց հետո սեղմում է հաստատել։ Հեռախոսահամարը հաստատելու համար հաջորդ պատուհանում մուտքագրում է հեռախոսահամարին ուղարկված SMS կոդը եւ նորից սեղմում հաստատել։ Հաջորդ պատուհանում նա ստեղծում է PIN կոդ, որը անհրաժեշտ է հավելվածը բացելու եւ գործողություններ հաստատելու համար։ Եվս մեկ անգամ սեղմում է հաստատել եւ վերջ։ Գրանցումը հաջողված է։ Հավելվածը կառաջարկի նաև օգտվել կենսաչափական նույնականացման հնարավորությունից, որից օգտվելու համար աշխատակիցը սեղմում է օգտագործել եւ հետևում հրահանգներին։ Գրանցումն ավարտելուց անմիջապես հետո ID դիստրիբյուտոր հավելվածի էկրանին կհայտնվի QR կոդ, որն անհրաժեշտ է նույնականացման համար։ Աշխատակցին նույնականացնում է մատակարար ընկերության մեկ այլ աշխատակից, որն ունի նման լիազորություն։ Նույնականացումն արվում է նրա ID Business Mobile հավելվածով։ Առաջին քայլով նա մտնում է ID Business Mobile հավելվածի առաքիչներ բաժին եւ սեղմում վերևի պլյուս նշանին։ Ապա սկանավորում է աշխատակցի ID դիստրիբյուտոր հավելվածում պատկերված QR կոդը։ Նոր պատուհանում լրացնում է վերջինիս օգտանունը, որը նույնականացումից հետո կկարողանա տեսնել համապատասխան ցանկում։ Աշխատակիցն այդ օգտանունը կտեսնի իր ID դիստրիբյուտոր հավելվածում, ապա ընտրում է աշխատակցին կցվող բանկային հաշիվ։ Սա այն հաշիվն է, որին կփոխանցվեն դրամական միջոցները մատակարարված ապրանքի դիմաց վճարումն ընդունելուց հետո։ Նույն պատուհանի ներքևում նա տալիս է անհրաժեշտ համաձայնությունը եւ սեղմում հաստատել։ Վերջ, աշխատակիցը հաջողությամբ նույնականացված է։ Նույնականացումից հետո աշխատակիցը վճարումն ընդունելու պահին իր ID դիստրիբյուտոր հավելվածում կարող է գեներացնել QR կոդ։ Դրա համար հավելվածի գլխավոր էջում բացվում է հաշիվ ապրանքագրի տվյալների էջը։ Լրացնում է հաշիվ ապրանքագրի համարը, ապա ընտրում կամ լրացնում նպատակը։ Հետո լրացնում է նաև վճարողի ՀՎՀ-ն եւ նշում վճարման չափը։ Վերջին քայլով սեղմում է ձևավորել QR կոճակը։ Գեներացվող QR-ը բացվում է նոր պատուհանում։ Հենց այս QR կոդն էլ նա պետք է ցույց տա վճարող կողմին։ ID դիստրիբյուտոր, երբ բիզնեսը վճարում է անկանխիկ։